Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք տեսակապով կապ ենք հաստատել Ապրի Արմենիայի գիտաշխատող, Ապրի Արմենիայի վերլուծական կենտրոնը, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ։ Սերգեյ, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, Սերգեյ։ Մենք այսօր խոսենք Իսրայելից։ Շատերը իհարկե հիմա անդադ կենտրոնացած են ներքաղաքական զարգացումների, Հայաստանում դրա պակասը չկա եւ անընդհատ այդ լարվածության աստիճանը չի նվազում, բայց չմոռանանք, որ աշխարհում տարբեր էլի կարևոր իրադարձություններ կան, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա։ Ես ուզում եի հասկանալ, թե ուր ենք հասել այդ իսրայելա-իրանական պատերազմի մեջ, բայց սկսենք առաջին հերթին, Սերգեյ, եթե դեմ չեք, Իրան-Իսրայել այդ թնջուկում Ադրբեջան-Իրան հարաբերությունը, որովհետև այստեղ խնդիր կա, որ արդյոք Իսրայելը օգտագործել է Իրանի վրա հարձակումներ անելու համար ադրբեջանական տարածքը եւ կարծեք եղավ հերքում, բայց ես կուզեի ձեր մեկնաբանությունը լսել։ Իրականում շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև ինքը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ տարածաշրջանի եւ նաեւ այդ պատճառով մեզ համար։ Այն փաստերը, որը իրանական կողմը տարածում էր, ցույց են տալիս, որ Իսրայելը կարող էր օգտագործել Լեռնային Ղարաբաղի եւ այլ տարածքները Ադրբեջանի հարավից, որպեսզի մտնի Իրանի հյուսիսային ուղղությամբ եւ հարվածի հոբ համակարգին, որովհետեւ հիմնականում իրանական հոբ համակարգը հարվածներ է ստացել երկրի արևմտյան մասում։ Կար թույլատրել հոբ համակարգը հյուսիսից եւ որպեսզի այդ հոբ համակարգը չիդենտիֆիկացներ իսրայելական դրոնները, իրանք կարող էին անցնել Ադրբեջանի հարավով եւ տարբեր փաստերը, օրինակ այդ Տոպլիվնի բակերը, որ Կասպից ծովում միջ այսօր արդեն շարունակում են գտնել, փաստում են դրա մասին, որ Իսրայելը կարող էր դա օգտագործել, բայց գիտենք Ադրբեջանի կողմից պաշտոնական հերկվել է բոլոր մակարդակներում եւ նույնիսկ եթե դա, ասած ասեմ, 100%-ով ոչ մեկ չի կարող հաստատել, սա շատ մեծ խնդիր է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, այն առումով, որ երկու կողմերը վերջի 2 տարվա ընթացքում անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնեցնեն վստահությունը։ Այն դեպքից հետո, երբ որ հարձակում տեղ ունեցավ ադրբեջանական դեսպանատան դեմ Տեհրանում, հարաբերությունները քաղաքական, դիվանագիտական եւ անվտանգության ոլորտում գնալով նվազում էին։ Եվ հիմա երկու կողմերն էլ քայլեր են անում, ոնց որ բուժում էին այդ վերքը եւ դրա վերջի կետը նա էր, որ իրանական եւ ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություններ անցկացրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հիմա խոսքի գնում նրա մասին, որ Իրանի նախագահ Պեզեշկյանը գնալու է Ստեփանակերտ միջոցառման մասնակցելու միջազգային իսլամական համագործակցության կազմակերպության։ Բոլոր քայլերը ուղղված են նրան, որ վերականգնեցնեն փոխվստահությունը։ Հիմա գրեթե այդ փոխվստահության հետ խնդիրներ կան, բայց ինչքանով մենք ենք տեղյակ, իրանական կողմը ասում է գուցե Իսրայելը օգտագործել է նույնիսկ չտեղեկացնելով Ադրբեջանին եւ Ադրբեջանից խոսք են տվել, որ այո, իրանք փորձեն վերլուծեն, թե ինչ է տեղի ունեցել։ Սերգեյ, բայց խոսքը վերաբերում է օդային տարածքի օգտագործմանը, նույն Կասպից ծովի ավազանից հարվածները, թե որոշ մարդիկ, որոշ նաեւ լրատվամիջոցներ պնդում են, որ եղել է կոնկրետ հարձակում Ադրբեջանի տարածքից, ոչ թե օդից, այլ ադրբեջանական տարածքից։ Արդյոք սրա մասին քննարկումներ կամ պարզաբանումներ եղել են։ Կա 3 հատ кейս, առաջի кейսը երկրորդը, որ օգտագործվել էր ցամաքային սահմանը, որպեսզի նույն դիզայն այդ օպերացիան, որը մենք տեսանք Ուկրաինան Ռուսաստանի դեմ իրականացրեց, որ մեքենաներ են գալիս մեջը դրոններով, արդեն կան քննարկումներ, որ այդ մեքենաները կարող են գային Ադրբեջանից։ Եվ երրորդը, խոսքը գնում է кейսի մասին, որ Արդեբիլում ֆիքսվել էր, որ որոշ ԱՏՍ օդ էր բարձրացել հյուսիսից, հյուսային ուղղությունից, որը գտնվում է Նախիջևանը։
Եվ հիմա քննարկումներ կան այդ Իրանի տարածքից, բայց Նախիջևանի սահմանի մոտ էին սկսել կիրառել, թե բուն Նախիջևանի տարածքից։ Եվ հիմա այս փաստացի 3 кейսերն են քննարկում, բայց որ որոշ հետախուզական նպատակներով Ադրբեջանի տարածք օգտագործել է, դա բոլորի համար Իրանում առնվազն փաստ է, բայց հարձակման մասին այս 3 հատ кейսերն են հիմնականում քննարկում։ Խոսքը նույնից էլ օթայինի թե ցամաքայինի մասին, որ հաստատվել է։ Դեր ոչ մեկ, մենք չենք կարող որ 100%-ով հաստատվել։ Առաջինը, որ Ադրբեջանը տրամադրել է իր օտային տարածքը իսրայելական ԱՏՍ-ներին, որպեսզի իրանք շրջանցեն իրանական հոբ համակարգը հյուսիսից, եւ Կասպից ծովից արդեն հարվածեն Մազնդարանի ուղղությամբ։ Երկրորդը, որ ԱՏՍ-ները մեքենաներով եկել են Ադրբեջանի տարածքից եւ հասել են Իրան, եւ երրորդը, որ Նախիջևանից կիրառվել է առնվազն 1 ԱՏՍ։ Այս 3 հատ քեսերն են հիմա քննարկում։ Հիմա վերադառնանք կամ անցնենք բուն իսրայելա-իրանական պատերազմին, տարբեր վարկածներ են շրջանառվում, բայց ես կուզեի ի վերջո հասկանալ այդ պատերազմը բարի դասական իմաստով ավարտվեց, թե դեռևս շարունակության մեջ է կամ ուղղակի ինտենսիվությունն է փոքրացել, թե ի վերջո իսկապես հասան որոշակի հրադադարի եւ այն հիմա դեռ շարունակվում է։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, շատ դժվար է խոսել պատերազմի մասին իր դասական մոտեցմամբ, որովհետև ոչ մեկին պատերազմ առնվազն չէր հայտարարել։ Եվ կլասիկ պատերազմներ ավարտվում են նրանով, երբ որ պատերազմի հայտարարությունից հետո եւ ռազմական գործողություններից հետո կնքվում է ինչ-որ խաղաղության պայմանագիր կամ զինադադար, որևէ բան կնքված չի ոչ մի կողմերի միջև։ Հիմա կարող ենք վերլուծենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, որովհետև եկեք հասկանանք Իսրայելի նպատակները, որովհետև հասկանանք հաջողվել են թե չէ, հետո պատասխանենք հարցին, արդյոք իրանք երկրորդ փորձ տեղի կունենա Իսրայելի կողմից։ Երկու հատ հիմնական նպատակները։ Առաջինը ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը, երկրորդ նպատակը ոչնչացնել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը։ Դրանից հետո արդեն ոչ ամենաբարձր մակարդակում, բայց էլի բարձր մակարդակում, ԳՇՊՏ-ի մակարդակով, վարչապետի կնոջ մակարդակով եւ այլ ռազմաքաղաքական գործիչների մակարդակով նաեւ դրված էր նպատակ փոխել իշխանությունը Իրանում։ Միջուկային ենթակառուցվածքի մասին մենք գրեթե վստահ կարող ենք ասել, որ ինքը 100%-ով ոչնչացված չի, որովհետև ինչ որ չափ մնացել է եւ մենք տեսնում ենք ինչպես Իրանը փորձում է վերականգնել։ Եթե լիովին ոչնչացված լիներ, Իրանը նույնիսկ շանսել չէր ունենա ինչ որ ենթակառուցվածքի շուրջ աշխատանքներ իրականացնել։ Երկրորդը բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը լի ոչնչացված չի։ Եվ մենք տեսնում ենք ինչպես մինչև վերջին օրը արդիական հրթիռները Իրանը կիրառում էր Իսրայելի դեմ։ Եթե ոչնչացված լինեն արտադրողական մասերը, եթե ոչնչացված լինեն այս լանչերները, որտեղից այդ հրթիռները կիրառում են, ապա իրանք հնարավորություն չեն ունենա կիրառեն։ Եվ երրորդը մենք տեսնում ենք, որ երրորդ նպատակում Իսրայելը ունեցավ նույնիսկ հակառակ էֆեկտ։ Առաջի անգամ ֆիքսեցի, որ ընդդիմադիր գործիչները, որ արտասահմանում են գտնվում, ընդդիմադիր նկատում գործող իշխանության Իրանին, հայտնեցին իրենց աջակցությունը գործող իշխանության, որտեղ իրենց տեսանկյունից այս հարվածը տեղ ունեցավ ոչ թե ռեժիմի դեմ, ճակերտներով, այլ իրենց հայրենիքի դեմ։ Այդ առումով հասարակության կոնսոլիդացիան շատ հստակ էր։ Նույնիսկ երբ որ դե գիտենք երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամում եւ պայմանները ամեն տարի դժվարանում են, բողոքը մեծանում է հասարակության կողմից, բայց այս դեպքում էֆեկտը հակառակ էր։ Մենք տեսնում ենք, որ բոլոր նպատակներին Իսրայելը չասավ, բայց այն ինչ որ հիմա քննարկում են Իսրայելում, ասեմ, փորձագետները, որոնք լավագույն մասնագետներ են Իրանի հարցով եւ իրանց վերլուծական կենտրոններում են աշխատում, որոնք ինչ որ ռեկոմենդացիաներ են տալիս որոշում կայացնող կենտրոններին, ըստ բոլոր իրանց վերլուծություններին մենք տեսնում ենք, որ անշուշտ սա ավարտը չի։ Սա ժամանակավոր զինադատար է եւ Իսրայելը պատրաստվում է արդեն 4-րդ ռաունդին։
Սերգեյ, այստեղ շատ կարևոր էր Միացյալ Նահանգների դերը, բայց իրականում իսկապես այն կարևոր դարձավ, ինչպես ներկայացնում են, թե ինքը ավելի շատ խորհրդանշական էր, սիմվոլիկ էր եւ ավելի շատ Տրամպը փորձեց իր վրա ուշադրությունը գրավել, բայց գլոբալ առումով այդ դուք էլ նշեցիք, որ այդ հարվածները ամեն դեպքում չոչնչացրեցին բոլոր այդ ռազմական եւ ռազմավարական նշանակության օբյեկտները։ Հետեւաբար, ինչպես եք այստեղ տեսնում Միացյալ Նահանգների դերը, մեկ անգամյա էր եւ այնուհետեւ ինքը քաշվեց մի կողմ, թե այն շարունակական է եւ դա շարունակվելու է, այսինքն արդյունավետության բարձրացման ինչ որ միտումներով։ Կարևոր հարց է, որովհետև ինքը տարբեր կոնտեքստներ ունի, փորձեմ սկզբից Իսրայելի կոնտեքստից ներկայացնեմ, հետո արդեն տարածաշրջանային։ Իսրայելի համար եւ առաջին հերթին Նետանյահուի համար ԱՄՆ-ի մասնակցությունը ոչ պաշտպանողական, այլ հարձակողական գործողությունների մեջ ամենամեծ դիվանագիտական հաղթանակն էր։ Որտեղ եկեք հիշենք ինչ էր տեղ ունեցել որոշ շաբաթներ մինչև այդ։ Տրամպը այցելեց Մերձավոր Արևելք եւ չգնաց Իսրայել։ Սա շատ մեծ հարված էր դիվանագիտական։ Երկրորդը Տրամպը կնքեց պայմանագիր Սաուդների հետ եւ Իսրայելը այնտեղ չմիացավ։ Եվ նախատեսված էր, որ այդ դեպքում եթե ԱՄՆ Սաուդյան Արաբիան պայմանագիր են կնքում, անպայման կնքվում է Աբրահամ պայմանագիրը Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ։ Դա էլ տեղի չունեցավ։ Միացյալ Նահանգները ուղիղ բանակցություն ունեցան Համասի հետ, որպեսզի վերադարձնեն Միացյալ Նահանգների քաղաքացին, որը գերի էր այնտեղ։ Էլի առանց որևէ Իսրայելի միջնորդության, դիվանագիտական հարված էր իրենց տեսանկյունից։ Չորրորդը Միացյալ Նահանգները պայմանավորվեցան հուսիտների հետ, որպեսզի իրանց նավերին իրանք չկարողանան հարվածնել եւ հարվածներ չիրականացնեն, բայց Իսրայելի մասին իրենք չխոսեցին։ Եվ հինգերորդը Տրամպը սկսեց բանակցել Իրանի հետ, բայց բանակցում էր ոչ միայն բանակցում էր միայն միջուկային զենքի շուրջ, միջուկային ծրագրի մասին, այլ ոչ բալիստիկ հրթիռների։ Այդ Իսրայելի համար երկուսն էլ կարևոր են։ Այս 5 հատ кейսերը մեզ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մոտեցումը Մերձավոր Արևելքին փոխվել են եւ իրանք լիովին Իսրայելը կենտրոն չեն, ինչպես դա տեղի ունեցել օրինակ առաջի Տրամպի օրոք։ Հետևաբար Նետանյահուին մեղադրում են, որ նույնիսկ հիմնական ռազմավարական դաշնակցի հետ դու կարողացար տապալես հարաբերությունները եւ այս ամենավերջում երբ որ Միացյալ Նահանգները միացան հարձակողական գործողություններին, այդ կոնտեքստը փոխվեց։ Հիմա շատ կարևոր հարցի երկրորդ մասը։ Արդյոք դա երկարաժամկետ է, թե ինչ որ ժամանակավոր էֆեկտ է։ Բոլոր հարցումներով, որը Միացյալ Նահանգներում կա, մենք տեսնում ենք, որ հասարակության մեծ մասը շահագրգռված չի, որ Միացյալ Նահանգները մի հատ էլ պատերազմի մեջ ուղղակի ներգրաված լինեն։ Իսկ Տրամպի համար այ անշուշտ հասարակական կարծիքը կարևոր է։ Երկրորդը, Իսրայելը ինչպես կարողացավ համոզել Միացյալ Նահանգներին մտնել պատերազմ։ Եվ արգումենտացիան հետևյալն էր. հիմնական գործը արած է, ինչ որ հիմնական 90%-ը ոչնչացված է, հոբ համակարգը սպառնալիք չի, ձեզ մնաց մտամենը վերջի քայլը անել, վերջի intervention-ը ու արդեն պատերազմը պրծավ։ Մտամենը մի հատ կնոպկա դիսեք ու դուք հաղթեցիք։ Եթե այլ կոնտեքստ լիներ, Միացյալ Նահանգները պիտի ավելի լայնածավալ ներգրաված լինեն, կորուստներ լինեն, հոբ համակարգի դեմ պայքարեն եւ այլն, դժվար թե Տրամպը այդ ֆորմատով համաձայնվեր։ Իսկ հիմա եթե մնա նույն Նետանյահուն, որովհետեւ հասկանում ենք, որ անդադար իսրայելական աջակցության ավելի ճիշտ լոբի պատճառով Միացյալ Նահանգները sense ներգրավան խաղի մեջ։ Հետո մնում է Նետանյահուն, որը շատ մեծ խնդիրներ ունի։ Այն դեպքում, եթե չկա պայմանագիր Սաուդների հետ կամ Գազայի շուրջ եւ այլն, անշուշտ Իսրայելը շարունակելու է փորձել ներգրավել Միացյալ Նահանգներին այս պատերազմի մեջ։ Ես հիմա կախված է արդեն իրականում Տրամպի որոշումից։ Պատրաստ ինքը կլինի հավելյալ ռեսուրսներ ծախսել առանց ինչ որ կոնկրետ հերանեկարի, որովհետև հերանեկարը Իսրայելը դեռ չկարողացավ ներկայացնել, թե ինչ կլինի, ոնց որ ասում են day after։ Okay, ռեժիմը փոխվեց, ինչ կոնֆիգուրացիա է, ինչ ուժային բալանս է, եւ ինչու եմ ասում, որ հերանեկարը չկա, որովհետև դեր Իսրայելում այդ քննարկումները շարունակվում են։ Բայց կարծեք թե Իրանում շատ բան չի փոխվել եւ որևէ
միտում չկա, անգամ մոտ կանգնած չեն պահանջել ենթադրենք փոփոխության, կառավարության, այնպես չի որ ինչպես որ հույս ունեն Իսրայելում կամ այլուր որ կլինի կոնսոլիդացիա իշխանությունների դեմ իրանական նման բաներ մենք չտեսանք, թե տեսանք, բայց աննկատ անցավ։ Կային բոլոր որոշակի սադրանքներ, որոնք շատ արագ կասեցվել էին, համ Սեպայի կողմից, համ հետո բասիջները միացան, երբ որ թրկալեզու թերթերում սկսեցին տարածել կոչեր թրկախոս բնակիչներին չդեզերտիր անել բանակից, չկատարել հրամանները, դուք իրանցի չեք, դուք ազերի եք եւ այլն եւ այլն։ Այդպիսի փորձեր կային, բայց իրանք շատ արագ կասեցվել էին։ Բայց ոնց ասում են, դա պրոբապիրա, փորձում են թե որտեղ դա կարող է աշխատել, որտեղ էթնիկ ֆակտորը հիմնական խնդիրներից մեկը կարող է լինի պայթուցիկ, եւ երկրորդ ֆակտորը դա տնտեսական իրավիճակը։ Դրա համար Իսրայելը հարվածում էր նաեւ տնտեսական ենթակառուցվածքին, նույնիսկ օրինակ հարվածել են մի հատ Բերտին, որտեղ քաղբանտարկյալներն էին նստած, փորձելով քաղաքացիական sense բողոք ստեղծել Իրանի ներսում, որը տնտեսական հիմքեր կունենար։ Ինչպես եք տեսնում այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա եւ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերության, արդյոք նաեւ նույնն այն, որ դուք նշեցիք Իրանի նախագահ այցելելու է Ստեփանակերտ, Հայաստանում շատ հաճախ երևի թե չեն ուզում նկատեն դա, հաճախ չգիտեմ ինչ հրաշքով Իրանին կոչում են բարեկամ երկիր, բայց մարդիկ այցելում են եւ աջակցում են Ադրբեջանին բոլոր հարցերով, բայց դուք ինչ եք տեսնում այստեղ, ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա այս ամենը եւ Հայաստան-Իրան կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Դա ակնհայտ է, որ մեր շահերը որոշ հարցերով համընկնում են։ Խոսքը գնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ եւ Իրանի մոտեցումը չի փոխվել։ Հարցը հետեւյալն է. քաղաքական կամքը Իրանում մնացել է դիմադրել այս ոչ կառուցողական մեղմ ասած օրակարգին, բայց յուրաքանչյուր քաղաքական կամքը պիտի հիմնված լինի նաեւ ռազմական ներուժի վրա։ Եվ հիմա մեծ հարց է արդյոք այդ օպերատիվությունը եւ ռազմական տեսանկյունից եւ բուն ներուժը դեր նույն մակարդակում է մնացել, որ Իրանը կարողանա շատ ակտիվ ինչ որ կասեցնի յուրաքանչյուր փորձը բացել ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հաշվի առնելով, որ հյուսիսում ցամաքային զորքերը կորուստներ չեն ունեցել եւ լուրջ հարվածներ չկային, չնայած որ օտանավակայան էր հարվածը եւ այլն, բայց իրանց լոգիստիկան մի քիչ այլ ձևերով է տեղի ունենում։ Կարող ենք ասել, որ այս զսպողական գործոնը հյուսիսում դեր մնացել է, բայց Իրանում էլ նայում են նույնիսկ Իսրայելի դեմ պատերազմի շատ լայն կոնտեքստում եւ Զանգեզուրի միջանցքը ինքը ընդամենը այս հարցերից մեկն է, որ ինչպես Իսրայելը օրինակ կարող էր անուղղակի հարվածել Իրանին։ Այդ դեպքում եթե Իրանում փաստացի հյուսիսի սահմանը կորում է Իրանի եւ լիովին Թուրքիայի եւ Ադրբեջանի կախվածությունից է գտնվելու։ Սա մեզ համար կարևոր է թե վերլուծել ինչքանով Իրանի հետ մենք կարող ենք համագործակցել զսպողական միջոցները պահպանելու համար։ Ինչպես շատ ճիշտ նշեցիք, այցի մասին Ստեփանակերտ եւ ավելին մեկ բան հիշեցնեմ եւ մենք թաքցնելու բան չունենք մեր գործընկերների հետ իրանական դա քննարկվում ենք, երբ որ Ստամբուլում իսլամական կազմակերպության իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հայտարարություն էր ընդունվել, այնտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան կարևոր է նշել, անցկացրել են որոշ կետեր, որոնք կապված են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հետ։ Եվ այդ հայտարարությունը կոչում էր, որ Հայաստանը ապահովել անվտանգ այսպես կոչված վերադարձը 100,000-ավոր այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին իրենց հայրենիք եւ այլն։ Եվ այդ հայտարարությունը ընդունվել էր։ Իրանի համար այդ հայտարարությունը կարևոր, որովհետեւ ինքը դատապարտում էր Իսրայելի հարձակումը։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը օգտագործում է իսլամական դիվանագիտական հարթակները որպես լեգիտիմացիայի միջոց իրանց այս օրակարգին։ Եվ մենք տեսանք, որ մեր ձեր ասած բարեկամ երկրներ կամ շահակից ընկերներ կամ գործընկերների տեսանկյունից այս օրակարգը չէր բլոկվել։
Եվ սա շատ կարևոր առաջի զանգ պիտի լինի մեր դիվանագիտության համար։ Եվ այս շարունակվող ղափխոշման, այս մոտեց քայլերը Ադրբեջանի եւ Իրանի միջև անշուշտ Ադրբեջանի կողմից ուղղված է նրան, որպեսզի ցույց տալ, որ իրականում Ադրբեջանը Իրանի դեմ որևէ օրակարգ չունի, ինչու են օրինակ նաև այդ զորավարությունները անցկացրել Լեռնային Ղարաբաղում, հարավում։ Ադրբեջանի մոտեցումը հետևյալն էր, որովհետև իսրայելական ներկայություն ստեղ չկա, դուք կարող եք գաք ձեր աչքերով վստահեցեք, որ որևէ բան մենք ձեր դեմ չենք նախատեսում։ Եվ այդ դեպքում, եթե իրանք կարողանան այդ զգոնությունը եւ ուշադրությունը Իրանի մի քիչ խախտել, ապագայում եթե ինչ որ էլի այսպես լայնածավալ հարձակում տեղ ունենա, Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի բարենպաստ պայմաններ կունենան հարձակվելու համար։ Եվ երևի թե ամենաբարդ հարցը ինչ եք տեսնում Իրան-Իսրայել հարաբերությունների հետագան, իհարկե մենք որոշակիորեն խոսեցինք, բայց եթե ձեր տպավորություններով սա դեռ սկիզբն է, թե ամեն դեպքում կողմերը դեռ այդպես ընդմիջում են վերցնելու եւ փորձելու են կամ սրանով բավարարվելու են, ինչ որ մարդիկ ստանալու են Նոբելյան մրցանակներ խաղաղության համար, ոմանք համարելու են, որ հաղթանակ եղավ, ամեն մեկը այսպես ասած գոհ երջանիկ հեռանալու է այս պատմությունից։ Ոչ մեկ գոհ եւ երջանիկ չի հեռանա այս պատմությունից բացի Դոնալդ Թրամփից, ինձ թվում է, որովհետեւ իրանք շատ հեռու են գտնվում, իսկ այս երկու պետությունները նույն տարածաշրջանում շարունակում են մնալ եւ մենք տեսնում ենք ինչպես երկու կողմերն էլ պատրաստվում են։ Մենք տեսնում ենք որոշ օրեր անց պատերազմից հետո Իրանի պաշտպանության նախարարը մեկնել էր Չինաստան եւ պայմանագիր էր կնքում կործանիչների շուրջ, կան տարբեր խոսակցություններ, որ նաեւ հոբ համակարգի մասին են խոսում։ Մենք տեսնում ենք ինչպես Իսրայելում արդեն պատրաստվում են տարբեր բյուջեներ, որպիսի այս հակահրթիռները կարողանա շատ ակտիվորեն քանակը վերականգնեցեն, որտեղ Իսրայելի համար այո, իրանք շատ բան կարողացան ոչնչացնել Իրանում, Իրանն էլ կարողացավ որոշ ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք Իսրայելում ոչնչացնել։ Մենք տեսնում ենք ինչպես Իսրայելի հնարավորությունները իրենց այս որոշ 3 շերտային հոբ համակարգը արդեն այդքան էլ էֆեկտիվ չէր, նույնիսկ +1 ունեին THAAD-ին ամերիկյան հոբ համակարգի աջակցումը։ Մենք տեսնում ենք ինչպես Իսրայելը ակտիվորեն փորձում է վերականգնվի եւ որպեսզի պատրաստվի նոր ռաունդին, իրանք ունեն երկու հատ նպատակ։ Ռազմական նպատակը փակել այսպես կոչված Գազայի հարցը, որպեսզի այլ ռեսուրսները այնտեղ իրանք չծախսեն, եւ երկրորդ դիվանագիտական նպատակը հաստատել հարաբերությունները Սաուդի Արաբիայի հետ։ Եվ այս ռազմական եւ դիվանագիտական իրանց ուժը հիմա ուղղված է այս երկու նպատակներին։ Եթե իրանք կարողանան հասնել այդ նպատակին, ապա հաջորդ ռաունդին Իսրայելը ավելի լավ պատրաստ կլինի։ Սերգեյ ջան, ցավոք ժամանակի խնդիր ունենք, դեռ մենք գիտենք, որ այս խմորը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր է քաշելու, եթե ինչ-որ բան եք ավելացնելու երկու բառով, սիրով։ Ընդամենը պիտի ասեմ, որ մենք չպիտի լավատես լինենք, ապրելով եւ լինելով մեծ մերձավոր արևելքի փաստացի մաս, ու պիտի պատրաստ լինենք ոչ թե լավ սցենարներին, այլ ամենավատ սցենարներին, որտեղ մենք տեսնում ենք, եթե վերցնենք միտումը 20 տարի առաջ էր, ինչ էր տեղնում 10 տարի առաջ եւ հիմա մենք տեսնում ենք, որ միտումը բացասական է մեզ համար։ Հետևաբար պիտի տեսնենք, որ ինքը մեգա տրենդ է եւ պատրաստ լինենք հաջորդ փուլին։ Շնորհակալություն այդ կարևոր դիտարկման համար, որովհետեւ դա մի փոքր ռեալիզմի դպրոցից է, միշտ պատրաստ լինել վատագույն սցենարներին։ Մի բան, որի մասին մենք հաճախ ենք ասում, հատկապես ես, որպես քաղաքական վերլուծաբան, բայց հաճախ Հայաստանում չգիտեք ինչու, թեև անցնելով, լինելով, հենց մենք լինելով թիրախ, հենց մենք լինելով այդ ամեն ինչի կիզակետում, չգիտեք ինչի, այդպես թեթև եւ մատերի արանքով ենք նայում այն զարգացումները, որ եւ մեզ հետ են կատարվում եւ մեր շուրջն են կատարվում։ Որ շնորհակալություն Սերգեյ, շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Շնորհակալություն նաեւ մեր հեռուստադիտողներին, մենք հյուրընկալեցինք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանին, հաջողություն ձեզ։